Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է ակտիվ հրապարակումներ անել սոցիալական իր էջերում։ Պարուհին վերջին շրջանում հաճախ էր սիրելի մասնակցությամբ տարբեր հրապարակումներ անում, սակայն այնպես որ չերևա նրա դեմքը։ Իսկ երեկ արդեն Սոֆին ակնարկել է պատրաստվող հարսանիքի մասին։ Ես իմ նախահարսանեկան շրջանում եմ, նշել էր Պարուհին իր տելեգրամյան ալիքում, իսկ մենք հավելենք, որ Star News-ը պատրաստ է առաջինը մեկնաբանել ու լուսաբանել Սոֆի Դևոյան կրտսերի հարսանյաց արարողությունը։ Իսկ մեզ մնում է հավելել նաև, որ երգչուհի Զարուհի Բաբայանը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Քննարկումները ոչ միայն Զարուհու անվան շուրջ են, այլ նաև նրա ընտանիքի։ Ձեզանից շատերը գիտեն, որ երգչուհու ամուսինը Պարուհի և պարուսույց Սոֆի Դևոյանի որդին է, Հովհաննեսը։ Զույգը 2 երեխա ունի՝ Սոֆին և Գոգան։ Զարուհի Բաբայանի որդին կրում է պապիկի՝ բժիշկ Գեորգիկի միջի անունը։ Երգչուհու որդին միշտ խուսափել է ճանաչված լինելուց։ Զարուհին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել էր որդու մասին ու նշել հետևյալը. «Երբ տղաս մի փոքր արդեն մեծ էր, զայրանում էր, ասում էր, որ չգնամ ու չնկարահանվեմ, ելույթ չունենամ, չէր ուզում ինձ տեսնել հեռուստացույցով, ուզում էր ես տանը մնայի։ Ինքը հետո էլ պրակտիկորեն գրեթե միշտ մերժել է մեզ հետ որևէ հաղորդման հյուր գնալ ու նկարահանվել, երևի 2 հաղորդման է մասնակցել մեզ հետ ու վերջ։ Որդիս հիմա Չինաստանում է, սովորում է ֆինանս ու էկոնոմիկա, արվեստից մաքսիմալ հեռու է, ինքն ավելի շատ մոտ է իր պապայի մասնագիտությանը։ Բայց ես հուսով եմ, որ այդ կրթությունը ու այն դժվարությունները, որ հիմա ինքը կրում է հեռու լինելով տանից ու մեր երկրից, հուսով եմ, որ մեր երկրի համար կլինի կրթված ու լավ տղա։ Էս սերունդն էդպիսինն է», անկեղծացել էր Զարուհի Բաբայանը։ Ինչպես արդեն նշեցինք, Զարուհի Բաբայանը բոլորովին վերջերս Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հյուրն էր։ Զրույցի ընթացքում նրան միացել էին նաև Սոֆի Դևոյանը և երգչուհու դուստրը։ Զարուհի Բաբայանը զրույցը սկսեց սիրելի ու հարազատ փողոցից ու նշեց, որ հատկանշականն այն է, որ իր ամուսինը ծնվել ու մեծացել է մի փողոց այն կողմ, բայց նրանք մանկության տարիներին երբեք չեն հանդիպել։ Զարուհին ամուսնու և իր սիրո պատմությունը սկսեց խորհրդավոր պատմությամբ. «Մի օր տանն էինք, տիկին Դևոյանն իր արխիվներն էր նայում, ինչ-որ բան էր փնտրում, իրենք նստած էին ճաշասենյակում ու այն ժամանակ վիդեոկասետաներ էին, դրանցով տեսանյութ էին նայում։ Ես խոհանոցում էի, ինչ-որ գործ էի անում։ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի աղջիկը, Ռուզաննան, մեր տանն էր, հարևաններ էինք։ Նրանք նայում էին ու ես տեսանյութի մեջ լսում եմ իմ ձայնը, մոտենում եմ ու ասում. մեր արխիվներն եք նայում։ Ասում եմ, իմ ձայնն ա տեսանյութի մեջ։ Ամանորյա եռուզեռա, իրենք նստած են ու երբ կադրը փոխվում ա հեռուստացույցին, էնտեղ երգում եմ ես, Ամանորյա գիշերն ա, ու կադրում հայտնվում ա Հովհաննեսն ու ասում. վայ, Զառան ա, մեր դպրոցից, նենց կարգին աղջիկ ա։ Ու Ռուզաննան իրեն ասում ա. իդեպ, Վանյա ջան, ինքը ամուսնացած չի։ Դրանից հետո 2 տարի անց ես ու Վանյան հանդիպում ենք ու դա լինում է ճակատագրական հանդիպում։ Իմ կյանքի ամենալավ ճակատագրական հանդիպումը։ Մենք ամուսնացանք 2000 թվականին, մեր ֆինանսական հնարավորությունները շատ մեծ չէին, բայց շատ գեղեցիկ հարսանյաց խնջույք արեցինք ու շատ ուրախ, որովհետև մեր բոլոր ընկերները մեզ հետ էին։ Մարկ Սաղաթելյանը մեր թամադան էր, ինքը ու Հրանտ Թոխատյանը կենացներ էին ասում ու լավ երեկո անցկացրեցինք։ Տիկին Դևոյանը արագացրեց, ասեց. օրը որոշեք ու շուտ ամուսնացեք։ Մենք հեռու էինք ապրում, տղային խղճաց, ասեց շուտ ամուսնացնեմ, էդքան չգնա գա, հումորով պատասխանեց Զարուհի Բաբայանը։ Նազենի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ այն փաստին, որ կրտսեր Սոֆին չունի Դևոյան ազգանունը, սակայն բոլորը սովոր են մանկուց նրան հենց այդ ազգանունը տալ։ Զարուհին նշեց, որ դա իր գաղափարն է եղել։ Սոֆի Դևոյանն էլ հավելեց. ով ա տեսել սենց հարս լինի, որ իրա կիսուրի անուն ազգանունը տա աղջկան։ Զառան ոսկի ա, բրիլյանտիկ ա, Զառայի նմանը չկա, բոլոր սկեսուրներին ցանկանում եմ սենց հարս ունենան։ Ի վերջո, Զարուհի Բաբայանը պատասխանեց տրված հարցին։ Երբ Սոֆին դեռ 5 տարեկանում ստացավ հրավեր որբեր հեռուստասերիալում նկարահանվելու ու այդ ժամանակ, երբ պիտի երեխաների անունները գրվեր, ես մտածեցի, որ եթե ինքն արդեն պարում ա ու ինչ-որ ձևով առաջ ա գնում, այդ անունը ավելի հնչեղ կլինի ու այնուամենայնիվ, նաև ուղենիշ կլինի նրա համար։ Ես Սոֆիին միշտ եմ ասել, որ պետք է դառնա անհատ,
եւ որ իրեն չհիշեն որպես իմ աղջիկ կամ Սոֆի Դևոյանի թոռնուհի, այ հենց Սոֆի Դևոյան, անկեղծացել էր Զարուհին։ Նույն հաղորդման շրջանակներում Զարուհի Բաբայանը խոսել էր նաև կարիերայի բարդ փուլերի մասին։ Ձայնի հետ կապված խնդիրներ ունենալու մասին նա ասել էր հետևյալը. «Ես սկսեցի աշխատել Երգի պետական թատրոնում որպես ուսուցչուհի, բայց 1-2 տարի անց ես ունեցա լուրջ առողջական խնդիրներ կապված ձայնիս հետ, որոնք որ մեծ դեպրեսիայի առիթ դարձան։ Կարծում եմ դա ձայնիս շատ չարաշահումից էր ու որոշ այլ առողջական խնդիրներից։ Էն ժամանակ այնքան շատ ելույթներ էինք ունենում։ Ես էլ ձյունանուշ էի խաղում, Երգի թատրոնում։ Երիտասարդ էինք, վախենալ չկար, մտածել չկար, ամենակարևորը սիրուն լինելն էր ու լավ երգելը։ Ես էլ շատ բարակ, շատ սիրուն զգեստով, կապտած ձեռքերով, բայց ես ձյունանուշիկ էի, քաղաքի ամենասիրուն ձյունանուշն էի, այդպես էին ինձ կնքել, բայց հետո մի քանի տարի ես ունեցա լուրջ ձայնային խնդիրներ եւ ես չէի կարողանում հաղթահարել այդ խնդիրները։ Ես հասկանում էի, որ չեմ կարողանում երգել ու Գրիգորիչը չէր պատկերացնում, որ դա այդքան լուրջ խնդիր էր։ Ինձ համար դա դժբախտություն էր։ Ես ուզում էի երգել, բայց չէի կարողանում», նշել էր Զարուհի Բաբայանը։ Աստղային ընտանիքում ծնված Սոֆին հանրությանը հայտնի դարձավ, երբ դեռ փոքր երեխա էր, ու 15 տարեկանում նա տվեց իր առաջին հարցազրույցը, որի ժամանակ խոսել էր մասնագիտության ընտրության եւ այլ շատ թեմաների մասին։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաեւ այդ հարցազրույցից հատվածներ։ Պարը շատ բարդ մասնագիտություն է, որը ես շատ եմ սիրում։ Վերջերս տեսահոլովակ ենք նկարահանել «Ժառանգություն» խորագրով։ Բավականին երկար ժամանակ ենք աշխատել պարի վրա, որը վերջերս ամբողջացվեց։ Տատիկիս ու մայրիկիս հետ որոշեցինք, որ տեսահոլովակ նկարահանենք, որովհետև շատ էի ուզում հենց այդ պարով ներկայանալ։ Նույն հարցազրույցի ժամանակ Սոֆին նաև անդրադարձել էր նրան, որ պարում է իր տատիկի պարի ու հոգու թատրոնում։ Նա խոսել էր առավելությունների մասին։ Իրականում այդպես չէ։ Ես արտոնություններ չունեմ։ Տատիկս շատ խիստ է։ Ես էլ ինձ խմբում չեմ պահում այնպես, որ իր թոռնիկն եմ։ Ես բոլորին հավասար եմ։ Ինձ զգում եմ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Թե ինչ են խոսում կողքից, էական չէ։ Գիտեմ, որ միշտ քննարկվող թեմա է լինելու դա։ Տատիկս երբեք անտեղի չի ջղայնանում։ Եթե նույնիսկ ջղայնանում է, ինձ համար հաճելի է, որովհետև նրա ամեն նկատողությունից շատ բան եմ սովորում։ Ես իրեն միշտ եմ ասում, որ ինձ նկատողություն անի, որովհետև դրա մեջ լավ բան եմ տեսնում։ Իսկապես, նա հանդարտության հետ մեկտեղ շատ խիստ է, սակայն միայն աշխատանքում։ Տանը խիստ չէ, տարաձայնության առիթ միայն սնվելու թեման է դառնում։ Տատիկը խոսում է ինձ վրա, որովհետև չեմ հասցնում լավ սնվել։ Բնականաբար, խորհուրդներ շատ են լինում։ Տարբեր խորհուրդներ է ինձ տալիս, որոնք անպայման լսում եմ, որովհետև նա կյանքի մեծ փորձ ունի եւ ինձ համար քայլող լեգենդ է։ Մեր ընտանիքում այնպես է, որ բոլորս իրար հետ մոտ ենք։ Չի լինում, որ ինչ-որ մի բան մեկին վստահեմ, մյուսին ոչ։ Մայրիկիս հետ էլ շատ ընկերական հարաբերություններ ունեմ։ Նա միշտ իմ կողքին է եւ աջակցում է ինձ։ Առօրյայում ինձ ճիշտ ուղու վրա է դնում։ Անկեղծացել էր Սոֆին ու խոսել նաև տարիքային տարբերության ու սերունդների բախման մասին։ Լինում են դեպքեր, երբ ամեն մեկս ունենք մեր կարծիքը, սակայն եթե նույնիսկ ինչ-որ խոսակցություն է լինում, տանը կոնֆլիկտ չի դառնում։ Ի վերջո, գալիս ենք մի հայտարարի։ Սոֆի Դևոյանը խոսել էր նաև փոքր տարիքից իր գումարն աշխատելու եւ ինքնուրույն դառնալու մասին։ Ավելի ինքնուրույն ես դառնում։ Հաճելի է, որ կարողանում ես ինքդ հոգալ քո ծախսերը, բայց գումարն ինձ համար առաջնահերթ չէ։ Կարևորը այն հաճույքը ու փորձն է, որը ստանում եմ աշխատանքի ընթացքում։ Ես ծնողներիս կարծիքը միշտ եմ հաշվի առնում։ Երբ ինչ-որ գումար եմ վաստակում, չեմ շտապում միանգամից ծախսել։ Աշխատում եմ հագուստի կամ առօրեական բաների վրա չվատնել գումարս, հավաքում եմ ու ինչ-որ կարևոր բանի համար ծախսում։ Օրինակ, նկարչական պարագաներ եմ գնում կամ էլ պարային հագուստ, անկեղծացել էր Սոֆին։ Պարուհին նաև անդրադարձել էր իր արտաքին տեսքի հետ կապված քննադատություններին ու այն բանին, որ 12 տարեկանում փոքրինչ ներկեց վարսերը։ Նա նշել էր հետևյալը. «Հասարակական վերաբերմունքը դեր չի խաղում ինձ վրա։ Եթե ես որոշել եմ նման բան անել, չեմ կարծում, որ դա պետք է խոսելու թեմա դառնա։ Չնայած նման խոսակցություններ
միշտ լինում են արվեստի ոլորտի մարդկանց մասին։ Այն ժամանակ շատ մեծ ցանկություն ունեի մազերս ներկելու, դա ինձ համար երազանք էր դարձել, և ծնողներիս թույլտվությունը եղավ իմ տարեդարձի նվերը։ Մայրիկս էլ, տատիկս էլ միշտ ասում են, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ ամենին, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի և միևնույն է, քննարկելու ու քննադատելու է քեզ։ Միշտ լինում են բացասական կարծիքներ։ Եթե ես այդ ամենի մասին մտածեմ, սկսելու եմ հաշվի առնել այն մարդկանց կարծիքը, ովքեր չեն հասկանում քո արվեստը, արած գործը։ Իր հարցազրույցի ժամանակ տարիներ առաջ խոսել էր Սոֆի Դևոյանը։